Բարև ձեզ, ողջույն համերգի խոստուպի մասնագետներ։ Ես ձեզ վիդեո ուղերձը մի քանի շաբաթ է կուզեի ընեի, բայց այդպես չի հասկանա ինչեղ սկսեմ, որտեղից սկսեմ, որ ճիշտ ստացվի։ Եվ խնդրեմ ձեր կյանքից տրամադրեք 3 րոպե ժամանակ, ես կփորձեմ 3 րոպեվա մեջ տեղավորվեմ։ Անցած տարի ապրիլի 21-ին այս իմ թիկունքում այստեղ Տիգրան Համասյանի բեմն էր, որտեղ որ տեղի ունեցավ Խոստուպի լանջի մեր սիմվոլիկ համերգը, որից հետո մենք բոլորով հատիկում զիբիլ չթողեցինք ստեղ, ու դորից հետո պետք է եղներ շարունակություն, իսկ շարունակությունը հիմա ես ձեզի կսեմ։ Հարցը ստեղ համերգը չէ, հարցը գաղափարն է, ինչի համար ու ինչ։ Եվ ես շատ վաղուց հավատացել եմ այս գաղափարին, որ եթե մարդը մեր բանը սիրով կենե, իսրդե կենե, ոչ թե զզվելով, ինքը չի կրնա այդ մեր բանը վադենե։ Ինքը կատարելագործվելու է ու դառնալու է այդ բնակավարի մեջ լավագույնը աշխարհում։ Ու մարդը որպեսզի հասկանա ինչ կսիրե, ես ինչ կսիրեմ, մարդը պետք է տեսնի տարբեր բաներ, դաշտբնություն, կահույքագործություն, հոգեբանություն, շնչառական վարժություններ, յոգա, խոհարարություն, ճարտարապետություն, մեքենաշինություն, դիզայն եւ այլն, բնակավարները շատ լայն են։ Բայց քանի որ մենք մեծացել ենք Հայաստանում ու մեր դպրոցները մեզի չեն տվել այդ տեսականին լայն սպեկտրը, մենք ինքներս գնում ենք աշխատելու ինչ որտեղ, որը մեզի զուտ փող կբերե։ Դառնանք ինչ որտեղ սովորական բան, ինչ է անուն ասենք, կասիր հայերեն կուզեի հիշեի չեմ կրնա հիշեմ, դառնանք ինչ որ ծրագրավորող, դառնանք զուտ այն ինչը մեր միջավայրը մեզի զուտ փողով կապահովի, կերտանք հանքերը կաշխատենք, մենք չենք նախաձեռնի։ Եվ ինչ պետք է տանք մենք աշխարհին որպես Հայաստանի Հանրապետություն։ Այս պահին կուտանք հյուրանոցներ, հյուրատներ ժամանց։ Ես այդ կարծիքին չեմ եղել ու այդ խնդրի լուծման մասին շատ եմ մտածել ու այս ուղերձը ձեզի, խնդրանքը ձեզի դրա մասին է։ Այստեղ, որտեղ համերգը տեղի ունեցե, ես կառուցեմ իմ պատկերացրած դպրոցը, գրադարանը, տունը, մի խոսքով այն ինչը իմ գլխիս մեջ է եղել տարիներ շարունակ, ընկերներիս հետ էպել ենք այդ գաղափարը ու հասել ենք վերջնական կուլմինացիային, ինչ պետք է անենք։ Ու ես իմ ընկերներիս հետ գործենելով ստեղ ֆիզիկապես կառուցենք այդ դպրոցը։ Հենց ստեղ, հենց լեռներում։ Որտեղ որ դուք մեկ անգամ այցելելով ձեր կյանքում, ասենք Արշավի եկել եք Քեֆենեք, Սարեր, եկել եք Սյունիք, դուք մեկ անգամ այդ շենքը, տաճարը, գիտության եկեղեցին այցելելով, դուք կկրնանաք պատասխանեք այդ գլխավոր հարցին, թե դուք ինչ կսիրեք։ Ձեր երեխեքը կկրնանան պատասխանեն այդ հարցին։ Եվ այս ամենաառաջի դպրոցը սարքելու ընթացքում ես կան ժամանակ է կազմեմ գրքացանք 1200 հատ գիրք է մնացել առնելու, որովհետեւ մեր դպրոցը երբ որ կառուցվի, այդ գրքերն եղնին այդտեղ։ Դրանք ամենայն հարգանքով մեր հայ գրողների եւ գեղարվեստական գրականության նկատմամբ տեքստային գրքեր չեն։ Դրանք ավելի շատ պատկերազարդ գրքեր են, որտեղ որ կան տեքստեր։ Իրանք անգլերեն են, իրանք նստել կարտալու չեն, ավելի շատ նայել կարտալու են, որտեղ նկարները նայելով մարդը ավելի հեշտ կյուրացնե ամեն ինչ։ Բրիտանական հրատարակչության գրքերն են, DK-ի, որը որ ես ցանկ եմ կազմել եւ ես նամակի հետ կցում եմ։ Ընդհանուր գրքերը, եթե մենք մի փող ունենայինք առնեինք, ես փող ունենայի առնեի, 1 կոպեկում չէի ափսոսա, մոտ 20000 ֆունտի, 20000 եվրոյի գիրք է լինելու առանց բերելով, Բայց այդտեղ հարցը մեծ գումարով դիգ առնելը չէ։ Հարցը այնտեղ է, որ եթե ամեն մարդ իր կողմից մի հատ գիրք առնի նվիրե այս դպրոցին, փող չտա, գիրք առնի նվիրե այս ցանկից։ Դրանով ինքը արդեն մասնագիծ կդառնա համ դպրոցի կառուցմանը, համ գաղափարի իրագործմանը եւ իր ներդրումը կունենա այս process-ի մեջ։ 1200 հոգի։ Համերգին գրանցվել էիք 3500 հոգուց ավել մարդ։ Զիբիլ հավաքելու եւ կամավորության համար գրանցվել էիք 600-ից 800 հոգի մարդ։ Այս նամակը նայեք կտուք, այս վիդեոն նայեք կտուք։ Եվ եթե չեք կրնա այդ գրքերից որևիցե մեկը առնիք տարբեր պատճառներով, հավես չունիք,
փող չունիք ծախսելու դրա համար, գոնա այս գաղափարով վարակվեք, վարակեք ուրիշներին ու թող ձեր ընկերները մեգական գիրք առնի։ Խնդրանքներս, իմ խնդրանքս մեծ խնդրանք չէ ու անբարոյական խնդրանք չէ։ Ես զուտ խնդրեմ առնել այս ցանկից մեհադմ գիրք, այս email-ին տեղյակ պահել, որ առել եք այս ցանկից այս գիրքը, որովհետեւ այս ցանկի մեջից այդ գիրքը տեղափոխեմ այլ էջ, որտեղ որ արդեն գնված գրքերն են, հա։ Այս վիդեո ուղերձը նայելու պահին հիշեք, գնված կա ընդամենը 10 գիրք մաքսիմում։ Եվս 1200 հատ գիրք առնելու կարիք կա։ Եվ շատ կարևոր գաղափարական է, որ դիգ ենեն մարդիկ, ոչ թե մեհադմ մեծ հարստական մարդ։ Մարտա մեկ գիրքը էլի ցանկից առեք ու դուք կտեսնիք, թե 3 տարի հետո ստեղ ինչ կեղնի սարկած։ Դուք գալու եք այստեղ ու դուք ստանալու եք ձեր հարցի պատասխանը, թե դուք ինչ կսիրեք, ձեր երեխեքը ինչ կսիրեն ու առհասարակ կգտնիք ձեր ոլորտը, ձեր երեխեքը կգտնի ձեր իր ոլորտը, ու սա այն դպրոցը չէ, որտեղ որ ուսուցիչներ են պետք։ Սա այն տարածքն է, որտեղ որ եկեղեցու նման դուք ինչ կմտնիք, խոնարհվի, կխաչ կքաշեք։ Ստեղ գիտության տաճար է, դուք մտնելու եք, դուք ուզեք չուզեք, բացելու եք գիրք, նայելու եք խուստուպին, այդ հաճելի միջավայրի մեջ, դասական ընդիրագույն երաժշտության ներքո, ընդիր դիզայնի ու ճարտարապետության ներքո, դուք ճանաչելու եք ձեր սերը դեպի ինչ որ բնագավառ։ Էս է գաղափարը։ Կներեք, որ 3 րոպեից ավել տևեց, գիտեմ, որ շատերս կանը չեն նայելու։ Շնորհակալ եմ ձեր ընձեռնած ժամանակի համար եւ ներողամիտ եղեք, որ ես այս email-ը օգտագործեցի այս նպատակի համար։ Ես 1 տարի email չեմ երել, բայց այդ գրանցված մարդկանց պարտավոր էի սա ուղարկել։ Սպասում եմ ձեր արձագանքներին եւ եթե տարվա մեջ էլի ինչ-որ կարևոր բան եղնի, ես ձեզի կտեղեկացնեմ, բայց չեմ չարաշահելու ձեր մեյլը սպամ չեմ տարածելու։ Կրկին շնորհակալ եմ, անկեղծ շնորհակալ եմ ձեր ժամանակի ու ըմբռնման համար։ Այնպես որ կապեք գործի այս գաղափարը ես տեղ հասցնեմ, նոր նայենք ինչ կենենք, բայց ցիկ պետք է ես ձեր հետ, իրար հետ պետք է վերջացնենք, չգիտեմ։ Սկանը, հիմի ղրգեմ այս մեյլերը։